Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք հոգեբան Հայաստան դաշինքի անդամ Միլդադ Մադաթյանին։ Բարև ձեզ, պարոն Մադաթյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Սիրով։ Պարոն Մադաթյան, մոտենում են խորհրդարանական ընտրությունները եւ առաջիկա ընտրություններում դուք կրկին Հայաստան դաշինքի ցուցակով պատգամավորության տեխնացու եք, առաջադրվել եք, մտնել եք ընտրապայքարի մեջ։ Ինչու եք դուք ցուցակում 25-րդը, շատերն ակնկալում էին ձեզ ավելի բարձր հորիզոնականում տեսնել։ Եկեք ես այդ հորիզոնականներին այդքան կարևորություն չեմ տալիս, ճիշտը որ խոսենք, ու առանձնահատուկ ես չեմ էլ տվել այդ հարցին չեմ, բանը, բայց եկեք համարենք, որ սա դաշինք է, դաշինքում երկու կուսակցություններ կան, ես անկուսակցական եմ, սկսենք այդտեղից, հետո պահանջ կա կանանց, մեկ-երրորդի մասով, այդ էլ մյուս պահանջն է, եւ երրորդը ես կարծում եմ, որ լիդերները ոնց համարել են ցուցակը ճիշտ կազմել, երևի թե խնդիրը ոչ թե անձնային ամբիցիաները պետքա լինեն, ապահովելը, այլ օգտավետությունը այս իրավիճակում, երևի թե իմ ընկերներից շատերը ավելի օգտավետ են այս ընտրությունների ընթացքում, դրա համար իրանք ավելի բարձր տեղերում են, ավելին ասեմ, եթե չլինեի էլ ցուցակում, չի նեղվի, ու որ ասում եք կրկին սա օրինաչափ է, որտեվ հետագայում էլ եմ լինելու ցուցակում կամ համակիր կամ հասկացաք, չէ, ցուցակ եկեք բան հասկանա։ Այնպես որ օքեյ է, ես կայուն ստատիկ միավորում ու չեմ փոխում իմ դիրքորոշումները։ Իսկ ինչ ակնկալիքներով եք ընտրապայքարի մեջ մտել։ Համոզմունքով եմ գալիս, որ հաղթելու ենք եւ հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունը ձերբազատվելու է եռագլուխ վիշապի մի գլխից, սա լինելու է Փաշինյան գլուխը, իսկ այն մյուս գլուխները, Ալիև եւ Էրդողան գլուխները այլևս այդքան վտանգավոր չեն լինելու, հասկացար, եւ մենք դրանց հետ կարողանալու ենք նորմալ պայքարել։ Պարոն Մադաթյան, վերջին շրջանում նկատվում են փոխադարձ մեղադրանքներ ընդդիմադիր տարբեր շրջանակների միջև, մասնավորապես օրինակ Սերժ Սարգսյանի թիմակիցները կարծես թե թիրախավորում են Ռոբերտ Քոչարյանին, տարբեր հարցազրույցներով, այսպես ամենօրյա ռեժիմով գրառումներ են անում, որ Ռոբերտ Քոչարյանը ձայներ է փոշիացնելու։ Ինչով է այս իրողությունը պայմանավորվում, ինչու են այս շրջանակները ՔՊ-ից ավելի եռանդուն պայքարում երկրորդ նախագահի դեմ։ Ես այս փուլում չէի պիտակավորի այդ վայրահաչողներին ու չէի անմիջականորեն չեմ ուզում կապած լինեմ, համենայն դեպս ես չեմ ուզում կապած լինեմ երրորդ նախագահի հետ, կան այդպիսի ինչ-որ մի թույլ զանգված, այսպես ասեմ, որոնք աֆիլիացվում են։ Որտեվ հանրապետական կուսակցությունից պաշտոնական առումով բացի Աշոտյանից ոչ մեկը նման վայրահատ չի դրել, իսկ Աշոտյանը հիմա ամբողջ հանրապետական կուսակցությունը չի բնավ։ Ես չեմ ուզենա դրա մասին խոսել, որովհետև դրանք այնքան մանր բաներ են, էլ ասելու չի։ Ակնհայտ է, որ այսօրվա դրությամբ մեր ուժը գնում է հաղթանակի եւ ակնհայտ է, որ այսօրվա դրությամբ Փաշինյանը պարտվում է եւ բնականաբար Փաշինյանի այս արդեն ակնհայտ պարտվող վիճակում պիտի բոլոր ստվերային խաղացողները դուրս գային ակնհայտ խաղալու։ Այդ Մոսկվայից, Խոհանոցից, տարբեր ուրիշ տեղերից մարդիկ դուրս են գալիս խաղալու։ Չեմ կարծում, որ դա ինչ որ ազդեցություն ունենալու, այստեղ եկեք բան անենք, Սլոնի Մոսկվա պատմությունն անելու, ասենք փղի վրա փոքրիկ շնիկը հաչում է, օքեյ, դրանով ոչ մի բան չի փոխվում, չեմ խոսել, չեմ էլ անդրադառնալու դրան, նույնիսկ եթե իրանք ինչ-որ տարբեր մարկերներով, տարբեր գրատախտակների վրա, տարբեր խելոք դեմքի արտահայտություններով տարբեր թվեր գրեն, միևնույն է դրանից իրականությունը չի փոխվելու։ Իրականությունը հետևյալն է։ Կամ մարդիկ, ովքեր փախած են, այս դեպքում ես Նիկոլ Փաշինյանի բառերը օգտագործեմ, կամ մարդիկ, ովքեր եկել են, կտանքների են ենթարկվել, ձերբակալվել են, պայքարում են, ինչը վերջ։ Եվ այսօրվա դրությամբ, երբ որ փախած մեկը, ով Մոսկվայում լավ տեղավորված է, փորձում է 500 օրից ավել ձերբակալված մարդուն կապի իր ձերբակալողի հետ, մի փոքր աբսուրդային է։ Եթե դրան ինչ որ մեկը պիտի հավատա կամ վստահի, ես դեմ չեմ թող հավատան ու վստահեն։ Բայց հասկանում եք, չէ՞ դա աբսուրդային է։ Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը այցելել էր Գյումրի, այսօր եւս նա Գյումրիում էր, ինչու է
նրան իշխանության բերած Գյումրին այսօր մերժում փաստացի Նիկոլ Փաշինյանին։ Նախորդ հացի մասով մի փոքրիկ լրացում անեմ ներողություն, ուզում եմ վստահեցնեմ մեր դիտողին, որ Քոչարյանը երկրորդ նախագահը Ստոկհոլմյան սինդրոմով չի տառապում։ Սա վստահ եմ ասում, այդպիսի բան չկա։ Դա հիմա եկեք Գյումրին հեղել է հայկական թասիբով քաղաք, հասկացար։ Ես ուզում եմ այս բառը ասելուց նշեմ, որ սա թուրքական բառ չի, բնավ արաբական ցակումնաբանություն ունի եւ հայերենում լայնորեն կիրառվել է, որ հանգարց քննադատություններ չանջեն։ Ինքը մնացել է որպես թասիբով քաղաք, թուրիմացությունը, որը այսօր արդեն տարիներ հետո մենք նայում ենք հետ ու տեսնում ենք, որ Փաշինյանը Գյումրիից քայլելով եկավ, ես էլ կարող եմ հիմնավորեմ, որտեղ 2018 թվականին կար հանրային բողոք, եւ այդ հանրային բողոքը Գյումրիում նույնպես ավելի սուր եւ ավելի ակցենտուացված էր երևում, Փաշինյանն էլ օգտվեց այդ սրությունից եւ ակցենտուացվածությունից։ Այսօր կա էլի հանրային բողոք, հասկացաք։ Եվ Փաշինյանը վստահ գիտեր, որ Գյումրիի հրապարակում 5 ինվալիդ մարդ չի հավաքելու, սենց ասեմ, հասկացած չէ, այսպես ասեմ։ Դրա համար որոշեց կազմակերպել ավտոերթ ասածը, որը աշխարհում մի փոքր գրագետ մարդկանց հայտնի է, որ մարդիկ ովքեր չեն կարողանում ուրիշ բան կազմակերպեն ավտոերթ։ Ինչի, որտեվ ավտոերթը մի թեթև բան ես անում, ստոպ ես անում, ամբողջ այդ տրասայի վրայի ժողովուրդը, որոնք բոլորովին ուրիշ գործերով, բոլորովին ուրիշ դիրքորոշումներով գնում են Գյումրի, հավաքվում են, հետո ֆոտո ես անում, ասես տեսեք ինչ բազմամարդ է ավտոերթը, իրականում քո ավտոերթը եղել է, ասենք 200-300 հոգանոց ավտոերթ, բայց հազարավոր մարդիկ են երևում։ Ավելին ասեմ, քանի որ այդ ավտոերթին եւ այլ հետեւել ենք բնականաբար, ավտոերթի իր կանչով մասնակցածների մի մասը, համենայն դեպս ես ճանաչում եմ, ընտրելու է բոլորովին ուրիշ ուժ։ Հասկանում եք, որտեվ ավտոերթն է կազմակերպվել է պետական ռեպրեսիաների եւ բաները կիրառությամբ, մարդիկ ովքեր ունեն պաշտոններ կամ ինչ-որ բաներ այս պահին որպեսզի չհրաժարվեն, եկել են մասնակցել են այդ ավտոերթին, ինչը ակնհայտ երևաց, որ այդ ավտոերթից հետո հրապարակում այդքան մարդ չկա։ Այս է ամբողջ։ Ավելին ասեմ, Նիկոլ Փաշինյանի PR մասնագետները, եթե այդպիսիները կան իհարկե, նաև էլի սխալ էին գործել, որ ժամերկության եւ երեկոյան պատարակի ժամին էին դրել, որով խանգարվեց Գյումրիի խաղ հավատացյալ բնակչության, հասկացա, ժամերկությունը, որտեվ նույն հրապարակի վրա բարձրաձայն այդ իրանց դնդմփուներ էին անում, Նատաշա Կարալովայի այդ ստիլով, ու բնականաբար դա մարդկանց ավելի խոցեց ու վիրավորեց։ Այնպես որ ես համոզված եմ, որ Գյումրիում Փաշինյանը նույնիսկ այն միջինացված տոկոսը 25%-ի չափ, որը որ պատկերացնում է ուրիշ շրջաններում, Գյումրիում նույնիսկ դա չի հավաքել։ Մենք տեսանք, պարոն Մադաթյան, որ Գյումրիում ամուսնալուծությունից հետո Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր Աննա Հակոբյանը։ Ինչ կարող ենք սրանից եզրակացնել, արդյոք միացել են, թե ինչպես շատերն էին պնդում, այդ ամուսնալուծությունը շոու էր կազմակերպված նրանց կողմից։ Եթե հետևել եք տարբեր եթերներում, ես չգիտեմ, ձեր մոտ չեմ խոսեի, կարծես ամուսնալուծությունից հետո ես այդ թուրքական սերիալը, որը խաղացվելու է, նկարագրել եմ։ Իմ հաշվարկներով ամուսնությունը Փաշինյան Աննազույքի պիտի լիներ ընտրությունների նախաշեմին կամ ընտրությունների օրը հարսի շորով եւ հրավիրված պետքա լիներ ողջ Հայաստանը, հասկացա՞ր, այդ իրանց պեչեններով ու այդ հոդախախտ այդ բաներով, լոգոտիպներով։ Բայց կարծես թե թվերը մի փոքր տագնապի են մատնել Փաշինյանին եւ այդ ամենը պիտի սկսեր մայիսի կեսերին։ Այսի կեսերին մենք պիտի թուրքական նամակագրություն, թուրքական սերիալային, այսպես ասեմ, նամակագրություն տեսնեինք հուզառատ Փաշինյան Աննա Հակոբյանի, եւ այլ վիճակներ։ Արանքում Աննա Հակոբյանը չդիմացավ մի անգամ քաղաքական արտահայտվեց կարծես թե Մեრძևովի այդ կանդազի մասով, ասելով, որ ես նրան մարտի դաշտում չեմ տեսել, ինչով հաստատեց, որ այս երկուսը ոչ թե ընտանիք են, այլ հանցակիցներ, Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Եվ այս այն ժամանակ դեռևս որ խոսում է, ասում է ժողովուրդ, հանցակիցները չեն կարող իրար հետ հուզական խնդիրներ ունենալ։
իրանք ունեն միասին պատասխանատվություն կրելու չափ եւ բնականաբար կիսելու այդ պատասխանատվությունը միմյանց մեջ։ Եթե նույնիսկ այսօր Աննան հեռացել է, ապա ոչ թե Նիկոլից որպես տղամարդ ոնց որ շատ ընտանիքներում հեռանում են, այլ փորձել է պատասխանատվությունը թողնի Նիկոլի վրա, ինքը փախչի։ Սա հնարավոր տարբերակ է, սա ընդունել է այնց համար, որը կարծում եմ էլի ընդունելի չի լինի, որտեվ մարտի դաշտում Նիկոլը չի կանդազին չտեսնողը, Աննան է կանդազին չտեսնողը։ Հա, այդ 44 օրյա պատերազմի եւ այլ ժամանակ, հա, Փաշինյան չի եղել այնտեղ, հա, եղել է Աննա Հակոբյանը։ Հիմա ես ասեմ, որ բանի քաղաքացիական պայմանագրի վարկանիշը սրընթաց գահավիժում ամեն ակցիայի հետ հետաքրքիր է, չէ՞, կարծես թե ակցիա է արվում, պետք է ակցիայով ավելանա, գահավիժում ամեն ակցիայի հետ մի ստվար զանգված դուրս է գալիս։ Տեղի է ունենում կրկին մի մահ, հա, սպիտակում եւ էլի մենք տեսնում ենք վարկանիշի գահավիժում։ Ինչ որ մեկը հա խանութից իրան դուրս է հանում, ինչ որ մեկը եւ այլ։ Եվ այդ դեմականացումները, որ բերեք ձեր պայուսակները բարձրացնեն վերև, դառնում է ծիծաղելի, որովհետեւ չեմ կարծում, որ նույնիսկ Հայաստանի սահմանամերձ գյուղերում կան մարդիկ, որոնք պատկերացնում են, որ Փաշինյան առավոտ դուրս է գալի, ուման է գալի տոպրակներով կնանիք, որ իրանց տոպրակները բարձրացնի իրանց տուն։ Հասկացանք, չէ՞։ Այս ամենը հաշվի առնելով մենք պիտի կարողանանք հասկանանք, որ այս գահավիժումից Փաշինյանը սարսափած է, որովհետև սա իր համար ճիշտ է, խոսքերով ասվում է հետևյալը, մենք սահմանադրական մեծամասնության ենք դնում, ես հիմա պատասխանատու հայտարարում եմ, որ ծորակները կտեսնեն, ոչ թե սահմանադրական, այլ 30-ից բարձր տոկոս չեն տեսնելու, այս ազգային ժողովուրդը այդքան վարկանիշ չունեն իրանք, եւ եթե չկեղծեն, եթե հա նման ուրիշ բաներ չանեն։ Հիմա ինչ վերաբերում մնացածին գահավիժելու հետ պանիկա է սկսում իրանց մոտ։ Եթե դուք նկատել եք ամբողջ թիմում ագրեսիա կա։ Ռուբեն Ռուբինյանը ամեն օր լայվեր է մտնում, ինչ որ բանը կրծքով կերակրող կանայք են ձերբակալում, ինչ որ բաներ է տեղի ունենում, 15 հոգին դեղ եւ այլ, կաշառք են բաժանում, չէ, Յանի եւ այլ։ Ես հարց եմ ուզում տալ, մի հատ այլանդակ այլասերված օր է հայտարարված, հա, քաղաքացու օր։ Այդ խորովածը Ամիրյան փողոցի վրա, որ տրվում է, որի իմ կարծիքով այլասերում է, բառացի այլասերում է։ Սա ընտրակաշարք չի, սա չի համարվում ընտրակաշարք։ Կամ Ռուբեն Ռուբինյանը ասում էր, որ մենք ուղղակի մեր խոստումներն ենք կատարել, բարձրացնելով թոշակառուների թոշակները։ Շատ ներողություն, այդ ոնց է ալնում, որ 5 տարի իշխանության եք կլնում 500 դրամ չեք բարձրացնում, նախընտրական փուլում 10,000 դրամ բարձրացնում եք, այն դեպքում, երբ որ դրանից մի կարճ ժամանակ առաջ ձեր լիդերը ազգային ժողովի ամբիոնից լկտիաբար ասում է 10,000 տանք իրանք չգիտեն ինչ անեն, խիտանք որ։ Դա ասում են հիմա աճ է գրանցվել բյուջեում աճը դրա համար։ Այսինքն այդ 10 օրվա մեջ, այդ 15 օրվա մեջ, սա բնականաբար սա ֆալշ նոտաներ է։ Եվ երրորդը, այդ 10,000 դրամի հետ հաշվել եք, այդ 10,000 դրամ բարձրացնելու ընթացքում գնաճի ինչքան եղավ։ Իրականում, եթե տնտեսագետները հաշվեն, կպարզվի, որ դուք թոշակները իջացրել եք 25-30%-ով։ Ես ասում եմ տնտեսագետների հաշված թիվ, որտեղ 10,000 դրամը ֆիկտիվ որ ավելացրել եք, գնաճի հետ կապված դա ոչ մի խնդիր չի լուծել թոշակառուի համար։ Ու երբ լկտիաբար Լառնակայի տոմսը, հա, 900 դրամով ցույց տալը եւ չհայտարարելը, որ դեսպանատան խնդիրներ կան 1, Լառնակայի տոմսը այդ միակներ այդ օրը այդ նոնսենսի իրավիճակով 2, չբացատրելով, որ այդ թոշակառուն, եթե Լառնակայի 2 հատ տոմս առավ, բա հետո ինչ պետք է անի, ինձ գնալ Լառնակայում ինչ անի, ավազների քնի, ինչ պետք է անի, ով է իրան դեռ ներս թողելու, հասկացաք, չէ, այս պոպուլիզմը, այս էժան պոպուլիզմը, որը ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իսկ հայը միշտ եղել է խելացի, ինքը դմբոազգ չի եղել, հասկացաք, այլևս այս պոպուլիզմը իրան հետաքրքիր չի։ Ավելին ասեմ, այս պոպուլիստական քայլերը զզվանք են առաջացնում։ Ես շատ եմ շփվում մարդկանց մոտ, իրենք սկսում են զզվել, նողկում են այս իշխանություններից այդ իրանց պոպուլիզմով։ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը հաճախ անվանում է մեկ եռագլուխ վիշապ, մեկ պատերազմի կուսակցություն, ինչպես եք նախ արձագանքում այս ձևակերպումներին եւ արդյոք բարոյական է, որ այն ղեկավարը, որի օրոք մենք պատերազմ ենք տեսել, այդքան կորուստներ ենք ունեցել, հիմա ընդդիմությանն է անվանում պատերազմի կուսակցություն։
Տեսեք 98 թվականին կար մի այդպես Նիկոլ Փաշինյանի նախահայրերից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանը, ով իր հրաժարականի ճարում ասեց հետևյալ տողերը, ասեց հեռանում է խաղաղության կուսակցությունը, գալիս է պատերազմի կուսակցությունը, որից հետո մենք 10 տարի ունեցանք խաղաղ շրջան, զոհերի ամենափոքր քանակը, արտագաղթի նվազում, ներգաղթի ավելացում եւ այլ բաներ։ Սա Լևոն Տեր-Պետրոսյանի անվանած պատերազմի խաղաղությունն էր։ Եվ եթե սա է պատերազմի կուսակցությունն է, եթե սա է պատերազմի կուսակցությունը, ապա ես երազում եմ ունենանք պատերազմի կուսակցություն։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակում մենք ունեցանք առաջին ազատամարտը, տեղի ունեցավ պատերազմ, ես շատ գոհ եմ այդ պատերազմից, то есть նշի որ գոհ եմ ասելով, ցիպը հասկանում ենք որ դա ազատագրական հաղթական պատերազմ էր, բայց միևնույնն է տեղի ունեցավ պատերազմ։ Մենք ամենօրյա թաղումներ ունեինք օպերայի հրապարակից, մենք տեսնում էինք ինչա տեղի ունենում, եւ եթե սա է խաղաղության կուսակցությունը, ապա ես չեմ ուզում այդ խաղաղության կուսակցությունը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը կիրթ մարդ էր, գրագետ մարդ էր, չենք կարող շղթել, ապա ձևակերպումներն էլ գրագետ էին։ Նիկոլ Փաշինյանը այդ նույն ձևակերպումը փորձում է ձևակերպել միջին տարիքի հասկացար իստերիկ կնոջ ռակուրսից։ Եթե մենք չլինենք պատերազմ կլինի սեպտեմբերին, օրինակ, կամ չգիտեմ ինչ որ նման ձևակերպումներով, կամ գալիս են պատերազմի եւ այլն։ Վստահեցնում եմ, որ եթե մի փոքր ուղեղ ունեցող, խելք ունեցող մարդ կա, հետ նայելով կտեսնի, որ այն ինչ տեղի է ունեցել, հիմա կրկնվում է, եւ բնականաբար հաջորդ շրջանում մենք ունենալու ենք իրական խաղաղ վիճակ։ Արժանապատիվ խաղաղ վիճակ ոնց ունեցանք 98-2008 շրջանում մենք չենք ունեցել խնդիր ընդհանրապես։ Իմիջիայլոց նորագույն Հայաստանի պատմության մեջ այդ միակ շրջանն է եղել մինիմալ զոհերի քանակով, ոչ մի էսկալացիա չի եղել, լուրջ հասկացա սահմանի վրա եւ այլն։ Եթե մենք վերցնում ենք վիճակագրություն 4 թվեր, իմիջիայլոց այն վիճակագրությունը, որ Նիկոլ Փաշինյանը ընդունում է, ապա ես ասեմ, մարդասպանության, զոհերի, արհավիրքի չեմպիոնը դա Նիկոլ Փաշինյանն է, խաղաղության, բարեկեցության չեմպիոնը դա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Հիմա արավիկի չեմպիոնը հասկացաք, չէ՞, ասում է փորձանքի չեմպիոնը, ասում է փորձառությունը, ասում է մի հավատացեք փորձառությունը, եկեք մի հատ է փորձանքի գնանք։ Ինքը է ասում։ Ասես ժողովուրդ, տեսեք, 18 թվին ասեցի, վստահեցի, գնացինք, օքեյ էր։ 21-ին ձեզ վախացրեցի, էլի եկաք, էլի փորձանքի բերեցի ձեզ։ Հիշում եք, հիմա մի հատ էլ վստահեք, մի հատ էլ փորձանքի ձեզ տանեմ։ Ինքը է ասում։ Ուրիշ ոչ մի չի ասում, որտեղ ուրիշ ինչի պիտի տանի։ 21 թվին ով որ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, ես հարց եմ տալիս։ Ինքը սպասում էր, որ պիտի լինի ջերմուկի դեպքեր, ինքը սպասում էր, որ պիտի լինի պատերազմ զոհեր։ Թե ինքը մտածում էր, ոնց որ Փաշինյանը այն ժամանակ ասում էր, Ղարաբաղը տվեցինք բրծանք։ Ինչ էր սպասում ինքը։ Ես ուզում եմ հասկանամ, արդարացվեց իր սպասումները։ Այդ որ մի 4 միլիարդը գտնվեց, այդ ինչը գտնվեց, ժողովուրդ։ Դուք չեք հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը, որը ձեզ խաբել է 4 միլիարդով, այսօր ինքն էլ ասում է, որ չկա այդ 4 միլիարդը։ Այսինքն խաբել է։ Այն վաղտ ասեց պողպատե մանդատ։ Ես ուզում եմ որևէ մեկին հարցնեմ, որտեղ են տեսել այդ պողպատե մանդատը։ Ում վրա է դա կիրառվել այդ պողպատե մանդատը։ Այն ասֆալտի, որը որ արվում է կոռուպցիոն սխեմաներով, որը ձմեռվա ձյան հետ հալում գնում է, դա է պողպատե մանդատը։ Սա էիք սպասում։ Եվ բոլորին ուզում եմ հարցնեմ, երբևէ սենց ասֆալտ Երևանում տեսել եք։ Վատ։ Չի եղել։ Որևէ մեկի օրոք չի եղել sense բան։ Ասում են շատ աղի հետևանք է։ Նախկինում աղ չկա, երբեք աղ չէին օգտագործել, հիմա իրանք նորարարություն արեցին, սկսեցին աղ օգտագործել։ Հիմա ասած ժողովուրդ եկեք sense էլի, կամ էս լճերը որ տեղի են ունենում։ Երեք Իսակովի պողոտան նոր վերանորոգած Իսակովի պողոտան, նոր վերանորոգած Իսակովի պողոտան լիճադար է։ Սա ինչի հետևանք է, էլի շատ աղի հետևանք է։ Նոր են վերանորոգել, փակել էին, դրա պատասխաննել ունեն, ասում են Վեոլիա ջուրն է պատասխանատու։ Ինչին, որ Անձրևը Իսակովի հեղեղումների համար։ Իրանք են վերանորոգել։
Իսակովի Պողոտան վերանորոգվել է ջրատարները, մնացած բաները, ինչի՞ չի, սկզբից հերթականություն կա, չէ՞ դրան անելու։ Այսինքն մենք հիմնականում փորձում ենք այս իշխանությունից ստանանք հին սովետի ժամանակ կար կուկլային ասում, հասկացա՞ր կուկլային։ Հա, այդ փողի պաչկայի վրա վերևից տակից փողը դնում են, մեջը թղթեր էր սա։ Հասկացա։ Հիմա սրանք ճիշտ կուկլաանողներ են։ Երեսից sense ասֆալտը sense դնում են, էդ էլ ուղիղ չեն կարող անեն, որտեղ Իսակովի Պողոտայի վրա, եթե այդ նոր արած ասֆալտի վրա 60 կմ/ժ քշեք, արդեն ավտոն սկսում է թափ տալ։ Էդ էլ չեն կարող անեն։ Լավ, էդ էլ թողեցինք, հասկացաք, չէ՞։ Ես ինչ եմ ուզում ասեմ, то есть այն ինչով իրենք գլուխ են գովում, սա էլ իրացված չի։ Էսա ամբողջ, ավելին ասեմ, ցույց տվեք մի պաշտոնյա, ով այնքան արագ դարել է օլիգարխ, ոնց որ օրինակ դարել են, հասկացար, այսօրվա ԿՊ-ականներից որոշները։ Հասկացար, ոչ միայն փորը մեծացնելու հաշվին, տկար իրավիճակից, այլ նաև հասկացար ունեցվածքի, ճոխ հարսանիքների, ճոխ մնացած եւ այլն։ Չկա այդպիսի բան։ Դրա համար եկեք սենց անենք։ Մենք լսելու ենք տարբեր խոստումներ, մենք լսելու ենք տարբեր ստեր։ Բայց ես կարծում եմ, որ այս ընտրությունը էգզիստենցիալ, գոյաբանական խնդիր ունի։ Եվ այստեղ երկար պետք է մտածել ընտրության գնալուց առաջ։ Իսկ գնալ պարտադիր անհրաժեշտ է, որովհետև չգնալը դա դավաճանություն է, չգնալը դա այսօրվա դրությամբ, հա, Նիկոլ Փաշինյանին օգնել է, չգնալը դա այսօրվա դրությամբ Հայաստանի կործանմանը օգնել է։ Եվ ես կարծում եմ յուրաքանչյուր մարդ պարտավոր է գնալու, հա, ընտրությունների։ Ըստ վերջի վիճակագրության օրինակ ասեմ հետևյալ թվերը, հա 55% անցնակցելիություն է սպասվում այս ընտրություններին, իսկ այդ նույն վիճակագրությունը, որը իմիջիալոց հայերը չեն արել, այլ արել են դրսի։ 40% մասնակցության դեպքում Նիկոլը արդեն 27%-ից ավել չի հավաքում։ 55-ի դեպքում շատ ավելի ցածր տոկոս առնելու։ Պատկերացնում եք իրենց վիճակը։ Պատկերացնում եք, որ հունիսի 8-ից հետո քրեական գործեր են բացվելու։ Որոշ դատավորներ գնալու են ու խոստովանելու են, որ իրանց վրա ճնշումներ են գործադրել, որ իրանք այդ դատերը հասկացար ֆալշ դատեր են։ Հա, որոշ մարդկանց հասկացար, հա, զինվորականներ գնալու են խոստովանեն, որ ու լուրջ ընթացք կա լինելու այս ամեն ինչի եւ իրավական գնահատական է տրվելու այս 8 տարիներին, բնականաբար։ Պարոն Մադաթյան, ԿՊ-ն ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, որում նշվում է, որ վեհափարին պիտի մինչև 2031-ը հեռացնեն ու նաև ներողություն վեհափարին անվանում է եկեղեցու փաստացի պետ։ Եկեղեցու դեմ արշավը ինչ ընթացք կարող է ստանալ, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Տեսեք, եկեք փաստենք, որ վեհափարը հաղթել է Նիկոլ Փաշինյանին այս փուլում։ Սա մեկ։ Երկրորդը այդ իր ասացի արժանի պատասխանը դպրոցահասակ երիտասարդի ցանկացած ապտակներ եկեղեցու մեջ, հա, որը չհասցրեց իհարկե, բայց հա, այդ ցանկությունը այդ մղումը ուներ։ Սա իր մղումը չէր։ Ես այդ մարդուն չեմ ճանաչում, անկեղծ ասեմ, հա, այդ տղային, բայց սա կարծում եմ մեզնից շատերի ցանկություններ։ Հա, այսպես ասեմ։ Փաստացի վեհափարը հաղթեց դուրս չգալով ոչ մի սահմաններից, վեհափարը հաղթեց մնալով իր վեհության մեջ, լինելով իր բարիությամբ, իր սիրով եւ իր լռությամբ։ Եվ դառավ այնպես, որ բազմաթիվ վայրահաչանքներից հետո, տարբեր եկեղեցականների հասկացել պղծելուց հետո, Նիկոլ Փաշինյանը սկսեց լինել եկեղեցիներում, որտեղ պատարակ է մատուցվում, որտեղ վեհափարի անունը տրվում է։ Եվ ոչ մի բողոք այլևս չկարողացավ արտահայտել։ Մի պարզ պատճառով, որովհետև սատարող չուներ։ Սատարող չունի։ Հիմա գրել է Նիկոլ Փաշինյանը, որ պետք է, ես չգիտեմ, եկեղեցու եսի միջին եւ այլն, չեմ ուզում դաժե այդ բանը։ Կարա Նիկոլ Փաշինյանը իր նախընտրական բանում գրի, որ լուսնի մի հատվածի վրա էլ ցորեն են ցանելու ու բոլորը կուշտ ապրելու են։ Դուք հասկանում եք, սա Նիկոլ Փաշինյանից հեռու չի։ Մենք հիշում ենք, որ մենք դիեզերագնացության բան ենք սարքել ստեղ, չէ, ինչու սպուտնիկներ ենք բաց թողել եւ այլն, հա, հայկական կոսմոնավտիկան, հա, ծաղկուն կա ապրել Նիկոլ Փաշինյանի օրոք։ Դες ասում եմ, դուք շփտում եք, ես համոզված եմ, մեզ լսողներն են շփտում, հասկացար, որովհետեւ Հայաստան ու կոսմոնավտիկա բառերը իրար հետ ինչ որ ոչ մի ձև չի բռնում, էլի, հա։
Հասկացեք, չէ, որ ասենք հոլանդյան կոսմոնավտիկա չունի, դրանից ինքը չի տուժում, էլի։ Բարդադի չի, էլի ամենտեղ կոսմոնավտ դառնալ։ Так что եկեք լուրջ չհամարենք սա նույնպես, եկեք ավելի լուրջ բաներից խոսենք, որովհետև վեհապարը էս փուլում հաղթել է, այո, ես համաձայն եմ, եթե Աստված մի արածցե, ամսի 7-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանը ունենա իր պատկերացրած, սահմանադրական մեծամասնությունը, որի հավանականությունը 0 է հավասար, ապա միանշանակ հայ եկեղեցին փլվելու է։ Ավելին ասեմ, հայ եկեղեցին փլվելու է, որոշվելու է, որ դա սառայա պետքա ռեմոնտ անել մեջը սպիտակ փչել օրինակ, հասկացա՞ր, հետո ինչ որ դեղին բաներ դնել մեջը, որ սիրուն լինի, ես չգիտեմ, միկրոֆոններ դինամ, չգիտեմ։ Ինքը դառնալու է այլ։ Ինքը չի լինելու այլևս հայ առաքելական եկեղեցի։ Միանշանակ, ստեղ երկրորդ կարծիք չկա։ Պարոն Մադաթյան, ավելի վաղ դուք էլ ձեր խոսքում անդրադարձաք շաբաթ օրվա քաղաքացու օրը, այսպես ասած, խորոված փարթին, Նիկոլ Փաշինյանը հանրությանը հրավիրել է խորոված փարթի, հնարավոր է, որ ինքը գիտի, որ հունիսի 7-ին չի ընտրվելու եւ այս կերպ հրաժեշտ է տալիս իշխանությանը եւ որքանով է բարոյական ապրիլի 24-ի հաջորդ օրը նման միջոցառում կազմակերպելը։ Տեսեք, ես դրա մասին խոսել եմ այդ օրվա հայտարարելու օրը, որտեղ ես երբեք չեմ հասկացել ինչ բանա քաղաքացու օր, այդ ինչ բան է ընդհանրապես, այդ որտեղ կա вообще, ինչ անշկում։ Ու քաղաքացի, բոլոր մարդիկ քաղաքացի են, հոլանդիայի քաղաքացի են, չգիտեմ, ուրիշ տեղի քաղաքացի են, ես էլ Հայաստանի քաղաքացի եմ։ Այդ ինչ բան է, այդ մի հատ հորինած իրավիճակ էր քաղաքացուր, որը ստեղծվեց, եթե հիշում եք, այն ֆալշ պասպորտների բաժանման այդ քաղաքացու պասպորտ էր բաժանում, չէ՞, ինչ որ անձնագիր եւ այլն։ Որի վրա նաեւ Արցախը կար։ Այն ժամանակ կար, այն ժամանակ դա իրան պետք էր, կար, հիմա չկա։ Հասկանում եք, չէ՞, ասած ես իմաստը որն է։ Հիմա այդ Ամիրյանի վրա խորոված անելու արատավոր տրադիցիան սկսել է 2018 թվականից եւ 2018 թվականից եմ ասում, գիտեք ինչ կա, խորոված բոլորս ուտում ենք։ Բայց դրա համար կան պատշաճ վայրեր, պատշաճ տեղեր, պատշաճ ձևեր։ Չի կարելի անել այդ խոզությունը, հասկացա՞ր, որը վերջանում է։ Սա նման է այն Նապոլեոն խոզին, կհիշեք, բանի, մակասման հեղինակին, ով այսօրվա դրությամբ իր ժողովրդին հավաքում է։ Սա նույն իրավիճակն է, հասկացաք, անասնաֆերմայի։ Ամեն դեպքում ես ուզում եմ, որպեսզի մենք այս մասում հասկանանք, որ ինքը այդ տրադիցիան փողոցում խորոված ուտելու, այդ փողոցային այդ վիճակը, ինքը այլևս լավը չի, ինքը այլևս ճիշտ չի։ Եվ այսօրվա դրությամբ հիմա հրաժեշտ կանվանենք սա, միգուցե դա հրաժեշտ է։ Ես չեմ պատկերացնում եմ մարդուն, ով որ կիչնի օրինակ ինձ հետաքրքիր Ալեքսանդր Սամվելը կիչնի ինձ խորոված ուտելու թե չէ։ Այդ այնց բրդուճը ծերը sense Ամիրյանի վրա մենք իրան տեսնենք, էլի, հասկացեք չէ։ Ավելին ասեմ, եթե Ամիրյանը ծերից ծեր լցվի, միևնույնն է, դա չի նշանակում, որ Փաշինյանը ազգային ժողովում տեղ զբաղացնելու։ Հավելեմ սրան հետևելը։ Հայաստանում վախի մթնոլորտ է։ Հայաստանում հիմա այն մթնոլորտն է, որը եղել է 37 թվականին Խորհրդային Միությունում։ Երբ որ բանում Սիբիրում, այսպես ասեմ, բացի հանցագործներից հայտնվեցին նաև քաղաքական գործիչներ եւ դրա մասին Սալժենիցինն շատ լավ գրել եւ էլի մարդիկ են գրել եւ այլն։ Այսօր մենք ունենք կալանավայրերում մարդիկ, որոնք որ ոչ թե կալանավայրերում գտնվելու հետ ոչ մի խնդիր չկար, այլ անկապ գտնվում են այնտեղ, հասկացաք, չէ՞, սա չեն ընդհանրքում ոչ մի կանոնին։ Մարդիկ վախենում են, եւ այն մարդիկ, ովքեր որ այսօր համոզված պիտի գնան ընտրեն Հայաստան դաշինք կամ մի ուրիշ ընդդիմադիր ուժ, իջնելու են այդտեղ խորոված ուտելու, որպեսզի ռեպրեսիաների չի ենթարկվեն։ Մարդիկ վախենում են հեռախոսով խոսել։ Մարդիկ ուղիղ կապով վաղուց դադարել են խոսել։ Մարդիկ ընտրում են, թե որ ոչ ուղիղ կապը օգտագործեն, որն Փաշինյանը կարողանում հսկել, որը չի կարողանում հսկել։ Դուք ասում եք, այսօր ցուցանիշ չենք կարող անել, որտեղ նույնիսկ սոցհարցումները, որը արվում են, ես չգիտեմ այդ սոցհարցումներին տված պատասխանի արդյունքում ես ռեպրեսիաների կենթարկվեմ, թե չէ։
Դրա համար ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդը խուսափում է այսօր իր այլախոհությունը արտահայտել։ Էս ամբողջ խնդիրը։ Եվ այն որ մի քանի լրագրողի ինձ մյուսին չեն ձերբակալում, սա դեղազատություն չի։ Տակից 15 հոգի մարդ են ձերբակալել, իմաստը ո՞րն է դրանց։ Այդ ինչ ընտրակաշարքների մասին է խոսքը, այդ ինչ ընտրությունների հետ կապվածամ, ու վերջում ինչ կպարզվի։ Կամ թեկուզ այն, որ այսօրվա դրությամբ մենք ունեցել ենք ձերբակալվածներ, որոնք վերջում մեղքը չի հաստատվել, բայց այդ մարդիկ նստել են բանտերում։ Բա դրանց տարիները, որ տարել եք, ով է հետ տալու։ Հասկացաք, այս է ռեպրեսիաները ազատ խոսքի համար ձերբակալումը, ռեպրեսիաներ են եկեղեցականների ձերբակալում։ Միքայել Սրբազանին ինչի էին ձերբակալել։ Որ մեր Սրբազանը ինչ գործ ուներ Կալանավայրում, Բագրատ Սրբազանը ինչ գործ ունի Կալանավայրում։ Ինչ գործ ունի այդ մարդը, ժողովուրդ։ Հասկանում եք։ Միքայել Սրբազանը ու Կալանավայրը իրարից այնքան հեռու են, ինչքան, չգիտեմ, էլի չկա տենց համեմատություն, որ ասեմ։ Հասկանում եք։ Այդ մարդը սուրբ մարդ է, ինչ գործ ունի դա Կալանավայրում։ Հասկացաք։ Այս իրավիճակում ասել, որ, մենք ունենք ստեղ, չէ, եկեք այս խեղված իրականությունից տվյալներ չհանենք։ Սա խեղված իրականություն է։ Պարոն Մատաթյան, եւ ամփոփելով զրույցը, արդեն խոսեցինք դրա մասին, սահմանադրական մեծամասնության մասին է Նիկոլ Փաշինյանը անընդհատ պնդում, ասում է հակառակ դեպքում պատերազմ է լինելու մինչև սեպտեմբեր, ժամկետներն նշում, որտեղից նրան այդ տեղեկատվությունը, հստակ ժամկետը եւ ինչու է սեփական ժողովրդին այն 3 միլիոն վարչապետին Նիկոլ Փաշինյանը շանտաժանում պատերազմով։ Տեսեք, 44 օրյա պատերազմը Ալիևը իմիջայլոց անիմաստ տեղը ոչ մի բան չի անում։ 44 օրյան պատերազմը սկսեց մի պարս երաշխիքով։ Ալիևը երաշխիք ուներ Նիկոլից։ Դրա համար սկսեց պատերազմը։ Սա ակնհայտ էր։ Ակնհայտ էր Նիկոլ Փաշինյանի պատերազմի առաջի օրերին ազգային ժողովի ամբիոնից արված հայտարարությունով, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի։ Սրանով ինքը երաշխիք տվեց Ալիևին, որ Ալիևը հաղթելու է այդ պատերազմը։ Հասկացաք։ Հիմա միակ երաշխիք տվողը Հայաստանի պատմության մեջ դա եղել է Նիկոլ Փաշինյանը, թշնամուն երաշխիք տվողը։ Նորագույն պատմության մեջ ոչ առաջի, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահները երբեք Ալիևին երաշխիք չեն տվել, եւ դրա համար էլ Ալիևը պատերազմ չի սկսել, եւ նույնիսկ երրորդ նախագահի օրոք սկսած քարորիայի ժամանակ շատ արագ դա կանգնացվել է այդ ամեն ինչը, որտեղ ոչ մեկը այդ խաղը չի խաղացել իր հետ։ Այս ամբողջ խնդիրը։ Հիմա ես ասում եմ, Նիկոլ Փաշինյանը մնա պատերազմը սկսելու։ Ու այդ պատերազմը լինելու է էլի անխուսափելի, եւ Փաշինյանը մեզ համոզելու է, որ դե հիմա ինչ է եղել, եկեք Ադրբեջանի դրոշի տակ ապրենք, հայերեն խոսենք, իրանք մեզ չեն նեղի։ Հասկացար։ Եկեք այս Սևանի մի կտորը տանք, թող իրանք էլ ունենան, ինչի կարելի չէ, խոզի պես ամեն ինչ մեզ պահենք։ Մի քիչ էլ տանք Ադրբեջանին։ Դրա փոխարեն իրանք մեզ կտան 4-րդ կարգի ցորեն, թույլ կտան, որ Ղազախստանից բերենք, ստե ծամենք։ Էս է իր սկզբունքը։ Հավատացեք, որ ես չեմ ճանաչում որևէ մեկին, ով ուզում է, որպեսի պատերազմ լինի։ Համենայն դեպս Հայաստան դաշինքի օրակարգում բացառապես խաղաղությունն է։ Խաղաղությունն է, չկա ուրիշ իրավիճակ ստեղ։ Իհարկե խաղաղությունն է։ Մեր երեխաների մասին է խոսքում։ Ընդ որում սա ես խոսում եմ այն դեպքում, որ ինքս ծառայել եմ, ինքս մասնակցել եմ մինչև 44 օրը։ Տղաս ծառայել է, տղաս մասնակցել է ջերմուկի մարտերին։ Ես չունեմ, մեր տանը չկա բանակից փախած մարդ Փաշինյանի նման։ Ու ես Փաշինյանին չեմ ընտրել, որ իմ թորն էլ պատերազմի չմասնակցի։ Որտեղ այն ժամանակ, երբ որ ես մասնակցում էի, ես ասում եմ, ես մասնակցեմ, տղաս չմասնակցի։ Պարզվեց, որ դա այդպես չի, 21-ի ընտրություններից հետո տղաս մասնակցեց ջերմուկի մարտերին։ Հիմա ես չեմ ուզում, որ իմ թորն էլ մասնակցի, որտեղ Փաշինյանի դեպքում իմ թորն էլ է լինելու ֆիդայի։ Այս ամբողջ խնդիրը։ Հիմա այո, մարդիկ պետք է ընտրեն պատերազմի եւ խաղաղության մեջ։ Ընտրելով այսօրվա իշխանություններին միանշանակ ընտրելու են պատերազմ։ Միանշանակ, ստե երկրորդ կարծիք չկա։ Սա գիտեք ինչ է, սա աներկբա է։ Աներկբա է, որտեվ երևում է դա Ադրբեջանի ռիտորիկայից։ Ադրբեջանի ռիտորիկան Մամեդյարովը խոսում է բառերով, որը ասում է Փաշինյանը։
Հասկացաք, չէ։ Ալիևը կամ չգիտեմ Էրդողանի բանը Թուրքիայի կողմից պաշտպանում են այս իշխանություններին, վատաբանում են Հայաստան դաշինքին։ Հասկացաք, չէ։ Այսինքն ի՞նչ է դուրս գալի։ Այս Ռուբինյանը ասում է կամ ով էր Ալեն Սիմոնյանը ասում է մեր խաղաղության երաշխավորը Ադրբեջանն է, ուրեմն հիշեք ժողովուրդ, եթե ինչ որ մեկի խաղաղության երաշխավորը իր թշնամին է, ապա այդ թշնամին երբ ուզի պատերազմ կսկսի։ Ինքնա չէ երաշխավորը, ինքն էլ կարա այդ երաշխիքները վաղը չտա։ Այդ բանը հորս արևին եք հավատալու Ալիևի, հա? Ինչ Ալիևին ասելու եք դե երթվի, ինքն էլ ասելու է հորս արև, մենք էլ հավատալու ենք։ Հասկացաք։ Այսինքն մեր երկրի ղեկավարը մեզ երաշխավոր չի։ Հասկացաք։ Երկրորդ նախագահը երաշխավոր է եղել խաղաղության։ Ինքը կարողացել է արտաքին քաղաքականություն վարի այնպես, որ բազմաթիվ հարթակներում շատ ագրեսիվ տոնով, շատ պատվաբեր զրույց վարելով մենք չենք ունեցել որոշակի ոտնձգություններ։ Էս ամբողջ խնդիրը։ Հիմա այս աբսուրդին եկեք չհավատանք։ Ուրեմն փաստա Նիկոլ Փաշինյանը ուտում էր ձեթոտ պերաշկի։ Մանգո չէր ձեռը, ձեթոտ պերաշկի էր։ Ու երբ Փաշինյանը կասի ես մանգո եմ կերել, չէ, դա մանգո չէ, դա ձեթոտ պերաշկի է։ Նիկոլ Փաշինյանը պատերազմա բերում։ Չի կարա խաղաղություն բերի։ Հնարավոր չի։ Ինքն ու խաղաղությունը իրար հետ կապ չունեն։ Խաղաղությունը կորացած, գլխարկով, հասկացար, ագրեսիվ մատ թափթալով չի լինում։ Խաղաղություն բերում են մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի ոճը չունեն։ Սողալով խաղաղություն չի լինում։ Հիմա մենք ունենք ընտրություն հունիսի 7-ին։ Կամ մենք գնալու ենք, կանգնենք քվեախցիկում, որտեղ ոչ մեկը մեզ չի տեսնում։ Նշենք քաղաքացիական պայմանագիրը, մեկ մեզ ասենք ես սողուն եմ եւ գցենք այդ տուփի մեջ, կամ ընտրելու ենք որևէ ընդդիմադիր, տեսեք, ես չեմ ասում Հայաստան դաշինքին, որևէ ընդդիմադիր ուժ ու ասելու ենք, չէ, ես հասիբ ունեմ։ Խնդիրը դրա մեջ է։ Ես սկզբից ասեցի, մեր ընտրությունը էգզիստենցիալ է, գոյաբանական։ Հունիսի 7-ին մենք ազգովի ապացուցելու ենք կամ մենք սողուն ենք, կամ մենք թասիբով։ Հա, արժանապատիվ։ Հունիսի 7-ին մենք ապացուցելու ենք, մենք մեր սերունդների համար անելու հատկանիշ ունենք, թե մեր փորը մեր համար ամենակարևորն է։ Հասկաց։ Այդ փորն չի լցվում իրականում։ Որ ճիշտը խոսենք, որովհետև այս արտաքին պարտքը հավերժ աճացնել հնարավոր չի։ Եկեք պրոյեկտենք այս 5 տարվա վերցած արտաքին պարտքը մյուս 5 տարի էլ այդքան վեկալենք, հələ մա տեսեք ինչ ենք անելու վերջում։ Սարսափելի թիվ է դառնալու մեր երեխեքի, մեր թորների վրա, մենք ծերանալու ենք գնանք, մեր երեխեքը ասելու են, այ ծնողներ, խի թողիկ այս փողը մեր վզով։ Որ մի կտոր հաց դուք ուտեք, հա, հետո էլ երեսով եք տալի, մեզ պանը մեծացրել եք, մեր պարտքը մենք տալիս ենք։ Հասկացաք, չէ, էս է խնդիրը, չի կարելի սենց բան անել։ Երկրորդ նախագահի օրոք արտաքին պարտքը նվազել է։ Երկրորդ նախագահի օրոք տնտեսությունը աճել է, գյուղատնտեսությունը զարգացել է։ Արտաքին հարաբերությունները եղել են ճկնաղ, պատերազմ չի եղել, սահմանի զոհերի թիվը նվազել է։ Հայաստանը այնքան բարեկեցիկ միջավայր է դարել, որ ներգաղթա եղել, ու այն սուտը, որ Նիկոլ Փաշինյանը հորինել է, որ Քոչանի ժամանակ գնացին, Քոչանի ժամանակ գնացողներ չեն եղել, գնացել են Քոչանից առաջ, գնացել են Քոչանից հետո, բայց Քոչանի ժամանակ շատ քիչ է նվազել է այդ թիվը։ Ներգաղթ է սկսել ելնել, Սփյուռքը սկսել է ներդրումներ անել Հայաստանում։ Մենք ստեղ ունեցել ենք այսօրվա լուրջ կոմպանիաները, որոնք ստեղծվել են այդ թվերին, որը աշխատում են մինչև այսօր։ Հիմա այդ մարդուն բերում եք, ասում եք պատերազմի, ու ինքներդ ձեզ, որ ձեր ժամանակ փակվել է, փոքր ու միջին բիզնեսը տուժել է, արտաքին պարտքը մեծացել է, գների թանկացում է տեղի ունեցել, պատերազմներ ա եղել, 5000-ից ավել զոհ ենք ունեցել, ասում եք մենք խաղաղության ենք, մենք եկեք հասկանանք, էլի սա իրոք մարդ կա, որ հավատում է սրան։ Եթե իրոք մարդ կա, ինձ ծանոթացրեք հետ, ինձ հետաքրքիր կլինի, դա հետաքրքիր պերսոնա է, կարելի է ուսումնասիրել։ Շնորհակալ եմ, պարոն Մադաթյան։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր հոգեբան Հայաստան դաշինքի անդամ Միլդադ Մադաթյանը։ Կհանդիպենք։